Դուք շարունակում եք պնդել, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է այն դեպքում, երբ մինչ օրս որևէ անձ Եվ որպես դրացում ասել եք, որ ինչ-որ X պահից կհրապարակվի այդ մասնա։ Գիտեք, ես երբեք չեմ ասել ամբողջությամբ, 18 ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ես ուզում եմ ասել նաև, որ կարծում եմ, որ մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, կամ ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու եւ քննելու, հետաքննելու եւ ուզում եմ նաեւ ասել, որ վերջին շրջանում տեղի ունեցել քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին, երբ քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը, մարտի 1-ի գործի բացահայտումը եւ այդ մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եւ ղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին եւ լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ։ Հետևաբար, երբ որ ես ասում եմ, որ բացահայտված է, ըստ էության տեսեք, ինչա տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետեւյալը՝ բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում եւ տեղի են ունեցել սպանություններ։ Դա բացահայտված, այս ամեն ինչը պետքա ինչ որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց ելի եմ ասում, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմիններ։ Բայց 17 տարի անց մարդիկ միայն տեսնում են պաշտոնատար անձանց դատարանում, իսկ թե ով էր կրակողը եւ ինչ եղավ այդ ներքին օղակներում, այդպես էլ հարց մնում է մի մեծ հարց։ Արդյոք բացահայտում ասելով հենց այդ վերին օղակներին։ Գիտեք, գործերը պետքա բացահայտվեն այնքան, ինչքան դա հնարավոր է բացահայտել։ Ինչքան է հնարավոր բացահայտել, օբյեկտիվորեն ինչքան է հնարավոր բացահայտել, ինչքան հնարավոր է բացահայտել, այնքան պետքա բացահայտվի։ Եվ ելի եմ ասում, այստեղ շատ կարևոր է հետևյալը արձանագրել, մենք ի վերջո պետքա որոշենք մեր պետական կառավարման համակարգում։ Արդյոք այդ գործերի քննությունը պետքա ես վերցնեմ եւ վարեմ։ Եթե մեր իրավակարգավորումները ուզում ենք փոխենք այդ տրամաբանությամբ, փոխենք այդ տրամաբանությամբ։ Բայց ելի եմ ասում, այդ խնդիրը շարունակում է մնալ, այդ թվում նոր նշանակված ղեկավարների իրավապահ համակարգի առաջ իմ կողմից դրված խնդիրն է, որովհետև գլխավոր դատախազի թեկնածության պարագայում քվեարկել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որի վարչության նախագահն եմ, քննչական կոմիտեի նախագահին նշանակել է կառավարությունը, թեկնածությունը առաջադրել եմ ես եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին գալու են թեկնածու կամ թեկնածուներ եւ իհարկե այս հարցի վերաբերյալ արձանագրումը եւ դիրքորոշումը կարեւոր է լինելու, իհարկե ոչ միայն այս հարցի վերաբերյալ։ Դուք անձամբ եւս մեկ հարց, իսկ դուք անձամբ հավատում եք, որ հնարավոր է հասնել արդեն բուն հրաման տվողներին, այսինքն իջնել հասնել։ Դե թե չհավատամ, այդտեղ խնդիր չեմ դնի։ Ինչի եմ խնդիր դնում ի սկզբանե իմանալով, որ դա անհնար է լուծել։ Ինչ եմ մարդկանց վատ վիճակի մեջ դնում։ Հավատում եմ։ Պարոն վարչապետ, ասել եք, որ այնպիսի բանաձևի եք հանգել այս բանակցության ընթացքում եւ առաջարկել եք, որը ընդունելի կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Գոնե Հայաստանի ժողովրդի համար, Հայաստանի ժողովուրդը կարող է իմանալ ինչ բանաձևի մասին է խոսքը։ Բայց ես նոր այդ հարցին պատասխանել եմ, չէ՞։ Ասեք ուզում բարձրացնել, այո, ասցի ես համոզված եմ, որ ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար էլ, Ադրբեջանի ժողովրդի համար էլ, եւ ասցի թե ինչն է պատճառը, որ ես հիմա չեմ դրա մանրամասների մասին խոսում։ Երբ որ մենք Ադրբեջանի պատասխանը կստանանք, դրանից հետո արդեն տեղի կունենա ավելի մանրամասն բացահայտումը, դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով։ Ադրբեջանը համաձայն է եւ արդեն դա պետք է դառնա հրապարակայնացվի եւ Ադրբեջանը համաձայն չէ, դա մեզ
ինչ որ առումով բարոյական իրավունք կտա հրապարակայնացնել։ Պարոն Փաշինյան, Բաքվում հայ ռազմագերիների հետ կապված տեսնում ենք խոշտանգումների մասին, խոսում նաև Ռուբեն Վարդանյանի կադրեր հրապարակվեցին եւ նախորդին էլ կրկին ակցիաներ են վերսկսվել, պահանջում էին անգամ, որ արտգործնախարարությունը դեսպանների հետ, հավատարմագրված Հայաստանում, այս մասով, դուք որպես երկրի ղեկավար եւ արտգործնախարարությունը ինչ քայլեր եք արդյոք իրականացնում, եթե իրականացնում եք։ Նախ պետք է ասեմ, որ իհարկե զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները, զգացմունքները կիսում եմ եւ հասկանում եմ այն մարդկանց պահանջները եւ արձանագրումները, որոնք արվում են եւ արտաքին գործերի նախարարությունն էլ ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս եւ այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց ելի ուզում եմ մենք մի բան արձանագրենք։ Մենք աշխարհը ավելի լավ իմանալու եւ ճանաչելու խնդիր ունենք։ Մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք եւ ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, որից հետո հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չի։ Եվ նաեւ այս համատեքստում եւ ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք։ Ինձնից սկսած ներողություն եմ խնդրում ձեզնով եւ բոլորովս շարունակած եւ կարծում եմ հիմա առավել եւս ժամանակակից աշխարհը իրեն ավելի տեսանելի է դարձնում եւ մենք այս առումով պետքա այո սենտիմենտները, բայց նաեւ պետք է փորձենք գործել բանաձևերով եւ մենք փորձում ենք գործել բանաձևերով։ Ներողություն, էլ ուրիշ հարց տվող չկա։ 3 լրագրող եք։ Թրամփ-Զելենսկի բանավեճից ինչ տպավորություն ստացա։ Չեմ մեկնաբանի։ Այլ հարց կա։ Վարչապետ, այդ դիվանագիտական քայլերից Բաքվում պահվող հայ պատանդների գոնե մեկը կամ երկուսը կարող եք թվարկել, ինչ է անում հայկական կողմը։ Գիտեք, մենք բանակցություններում, բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում։ Մենք եւ այդ ուղղությամբ արվում են գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, որովհետեւ դեռ արդյունք չեն տվել, չեն երևում։ Նույնն էլ ես ուզում եմ հիշեցնեմ 2023 թվականի վերջին իրադարձությունները, Մինչև վերջին վարկյանը ջանքերը չէին երևում։ Մինչև պաշտոնական հայտարարություն չեղավ, չէին երևում։ Ինչու մինչև վերջին վարկյանը մենք չէինք հրապարակում, չէինք շտապում ձեզ, հանրությանը, որովհետև չգինեինք այդ ջանքերը արդյունք տալու են, թե չեն տալու։ Ես ձեզ ասեմ, արդեն իսկ կայացած փաստի մասին եմ ասում, բայց մենք վստահ չէինք եւ չէինք կարող վստահ լինել։ Այդ ջանքերը արդյունք տալու են, թե չեն տալու։ Որտեվ հա մենք գայինք ասենք, այ հիմա էս ենք անում, ընդհակառակը, որ պահին մենք սկսենք այդ մասին խոսել, թե ինչ ջանքեր են գործադրվում, այդ պահին ամբողջ process-ը կզրոյացվեր։ Բայց ես էլի չեմ ուզում, ես էլի եմ ասում, ուզում եմ իրադրությունը ճիշտ հասկանանք։ Այնպես չի, որ մենք նախ պետք է մենք հասկանանք ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել եւ արդյոք այդ գործիքները չեն օգտագործվում։ Տեսեք խորհրդանում ընդդիմությունը ես ամբիոնին կանգնած ասում է, այ ասեք, որ էս ասեք, որ սենց ասեք կամ նենց ասեք կամ նենց ասեք։ Ես ասում եմ, եթե ես համոզված լինեմ կամ գոնե համոզված էլ չլինեմ, վստահություն ունենամ 70%-ից բարձր, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չի այդ ասելը, բայց ես 100% վստահություն ունեմ, որ այդ ասելը ընդհանրապես վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց։ Ես ասում եմ, մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Եվ դուք էլ կարող եք ասել, թե բա ինչի միջև հիմա կարծես թե արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կարծես թե հիմա ավելի հստակ էր։ Ինչու միջև հիմա ավելի հստակ չէիք հայտարարություններ անում։ Մենք չենք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում եւ այլն։ Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետեւ տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետեւ դա արդեն տեղի է ունեցել։ Սրանում է ամբողջ պատմությունը։ Շնորհակալություն։